Ստեղ նպատակը շատ հստակ է, մենք չենք ուզում, որպեսզի պետական միջոցները անուղղակի գնան այս ոլորտի սնուցմանը։ Ու մարդկանց ընտրությունն է դա։ Այսինքն խաղալնել, չխաղալնել, նպաստից օգտվել, կենսաթոշակ ստանալ կամ եկամտահարկի վերադարձ ստանալ, իրանց ընտրությունն է, իրանք կարող հրաժարվեն ու խաղան, կամ կարող խաղան ու դրա արդյունքում զրկվեն դրանից, կամ ուղղակի կարող չխաղան ու ստանան այդ բոլոր օգուտները, որը պետությունը նախատեսում է տարբեր սոցիալական կամ աջակցության ծրագրերով, իրականում թվերը շատ հստակ են, որ մեր խաղադրույքների թիվը աճել է, ես մի քանի հարցումներ եմ արել պետական եկամուտների կոմիտե, էկոնոմիկայի նախարարություն եւ ֆինանսների նախարարություն, որպեսզի հասկանամ, թե ռեզիդենտները որքան են լիցքավորել իրենց խաղային հաշիվները եւ ոչ ռեզիդենտները ինչքան են լիցքավորել, այսինքն ինչքան հայկական բանկերով լիցքավորվել, ինչքան ոչ հայկական, նման տեղեկատվություն չի տրամադրվել, նշելով որ բացակայում է տեղեկատվությունը, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել, որ արտասահմանի համար այս կայքերը ունեն իրենց արտասահմանյան կայքերը, օրինակ նրանցից մեկը մի հատ ունի վերջում անունը չնշեմ, շատ չնեղանան առանց էլ այդքան նեղացել են, վերջում AM-ի փոխարեն կա նաև վերջում .com ունեն կայքը bet.am, ունեն նույն կայքը bet.com-ով ու արտասահմանում bet.com-ն է աշխատում, որովհետև Հայաստանում աշխատելու դեպքում լրացուցիչ հարկեր են առաջանում, ի տարբերություն արտասահմանյան կայքի, այսինքն ամեն խաղադրույքից իմ շնորհիվ եռապատկվել է турքը եւ ամեն խաղադրույքից 0.35% լրացուցիչ турք է գալիս պետական բյուջե։ Ու այս կայքերին ձեռնտու չի արտասահմանում Տիկին Վարդանյան։ Այս կայքերին ձեռնտու չի արտասահմանում հայկական իրենց կայքերով, այսինքն այս ընկերություններին ձեռնտու չի արտասահմանում հայկական կայքերով հանդերձ գալու։ Մի քանի պատճառներով, որ նախ երկրների մեծ մասը դա ուղղակի թույլ չեն տալիս, արգելափակում են, եւ երկրորդ, որովհետեւ սրա արդյունքում ավել հարկեր են իրենք վճարում, այսինքն եթե իրենց Կյուրասայոյի լիցենզիայով խաղադրույք է կատարվում, հարկ չեն տալիս, Հայաստանի լիցենզիայով խաղադրույք է կատարվում, հարկ են տալիս։ Դրա համար իրենք իրենց մարքեթինգ, իրենց քաղաքականությունը արտասահմանում տանում են այնպես, որպեսզի հայկական կայքերով չխաղան։ Իրենց մյուս կայքերով խաղան, որպեսզի իրենք ավելի շատ գումար վաստակեն, ավելի քիչ ծախսեր անեն իդեմս հարկերի։ Սրանով պայմանավորված կարող են նշել, որ այս թիվը մեծամասամբ հայկական բանկերի քարտերով է, ու նաև իմ տեղեկատվությունը, որ հայկական բանկերի քարտերով է լիցքավորել այս 1 տրիլիոնը, դա հստակ է։ Շնորհակալ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։